Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային իրավախախտումների եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում արտարժույթի առողջարքով զբաղվող անձանց նկատմամբ ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում օրերս բացահայտել է մի շարք իրավախախտումներ։ Այսպես, սահմանափակ պատասխանատվությամբ 3 ընկերություն, չունենալով կենտրոնական բանկի կողմից տրամադրված արտարժույթի առողջարք իրականացնելու լիցենզիա, իրականացրել են արտարժույթի առողջարքի գործարքներ։ Իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 3 ընկերության վերաբերյալ ձեռք բերված փաստական տվյալների հիմքով հարկային օրենսգրքի 407 հոդվածով սահմանված խախտման փաստի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն վարչական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով։ Միաժամանակ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են համապատասխան քրեական վարույթներ։ Մեկ այլ դեպքով անհատ ձեռնարկատեր ԳԴ-ն 100,000 դրամը գերազանցող առողջարքի գործառնությունների համար չի պահանջել հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթ եւ գործարկը ձևակերպել է իր որդու անձնագրով, խախտելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված կարգի պահանջները։ Արտարժույթի փոխանակման կետերից մեկի աշխատակիցն էլ հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթը չպահանջելու նպատակով 100,000 դրամը գերազանցող առողջարքի գործարկը բաժանել է երկու մասի, որով եւս խախտել է կենտրոնական բանկի կողմից հաստատված կարգի պահանջները։ Իսկ անհատ ձեռնարկատեր ԱՄ-ն, ՀՀ-ն եւ ՀՂ-ն խախտելով արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հոդվածների պահանջները իրականացրել են արտարժույթի փոխանակման գործարքներ եւ չեն տրամադրել սահմանված կարգով, ձևով եւ վավերապայմաններով արտարժույթի առողջարքի գործառնությունները հավաստիացնող անդորագրերը։ Եվս երկու ընկերություն թաքցրել է շուրջ 60 միլիոն դրամի հարկվող շրջանառություն։ Արդյունքում պակաս է հաշվարկվել եւ պետական բյուջե չի վճարվել 11 միլիոն ՀՀ դրամ հարկ։ Իրականացված միջոցառումների շրջանակում վերջիններս վերականգնել են պետությանը պատճառված վնասը։ Պետական եկամուտների կոմիտեն արտարժույթի առողջարքով զբաղվող անձանց հորդորում է պահպանել արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների եւ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջները, իսկ քաղաքացիներին արտարժույթի առողջարքի գործառնություններ իրականացնելիս պահանջել համապատասխան հավաստիացնող անդորագրերը։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները տրամադրվել են նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, խախտումներ թույլ տված անձանց պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։